ուրախ եմ տեսնում։ Շատ լավ։ Սկզբի համար կասեք, ինչպես են իրանցիները վերաբերում Իրան-ամերիկյան այս համաձայնագրին։ Ուրեմն երկու տարբեր մոտեցումներ կա ընդհանուր, թե հիմնականորեն ավելի գերակշռում է դիվանագիտական ընթացքին հավատալը եւ նայել դեպի խաղաղություն եւ համաձայնություն, բայց եւ կան ամենայն դեպս շրջանակներ, որոնք հակառակում են այս ընթացքի հետ եւ ունեն ավելի կարծր մոտեցում, հավատացած են, որ խաղաղությունը այս տարբերակով կամ տարբերակով, որը առաջարկում է սեղանի վրա դրված կետերը այդքան էլ ընդունելի չէ եւ հագարակում են։ Բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ հաղթողը կլինի հենց դիվանագիտական տարբերակը, որովհետեւ այդ կողմը եւ կառավարությունն է դրանից պաշտպանում եւ ամենայն դեպս նրանք, ովքեր որ կարծր դիրքորոշումներ ունեն, հետևում են երկրի առաջնորդին եւ երկրի առաջնորդի խոսքերին դեմ չեն գնա եւ նրա հայտարարություններն էր, որ այնիշ կառավարությունը ասում է ամենայն դեպս համաձայնեցված է եւ ես նաեւ դրան ընդունում եմ, թեև ես ունեմ վերապահումներ եւ որոշ առումով ունեի հակառակություններ։ Այսինքն որոշակի հաղթանակի ողջավորություն չկա առայժմ Իրանում։ Դե խնդիրը կա էլ, այդ մարդիկ վերջին հաշվով մտածում են, որ կորցրել են, զոհեր են տվել եւ բավական երկիրը վնասվել է եւ մտածում են, որ պետք է ավելի շատ կոննե սպասելիքներ կամ պահանջներ ունենան, կարողանան ավելի շատ արդյունքների հասնեն, բայց կառավարությունը եւ ընդհանրապես ամենայն դեպս համակարգը մտածում է ոչ միայն կարճաժամկետ արդյունքների վրա, այլ երկարատևի վրա, որ ինչպես կկարողանա երկիրը հանել տակնապից եւ առաջ տանել ավելի լավ արդյունքներով։ Վերջին հաշվով դրա համար իրենք պատասխանատու են, հարցը չի, որ պատերազմի դաշտում դու ինչ ձեռք դրեցիր, կարևորն է որ դիվանագիտական դաշտը կարողանա հասնել նրան, ինչում պատերազմի դաշտում չկարողացավ, ամենայն դեպս հնարավորինս շատ։ Մովսես, Թրամփը ասում է, բառացի մեջ բերում եմ, Իրանը համաձայնել է բոլոր զիջումներին, որոնք ես պահանջել եմ։ Այդպես է։ Ես կարծում եմ, նման հայտարարությունները Իրանում էլ մյուս կողմից են հնչում։ Դրանք անվանում են այսպես երազգոտ հայտարարություններ, անհիմն հայտարարություններ։ Վերջին հաշվով մաքսիմալիստական հայտարարություններ են, նրանք Թրամփին ճանաչելով մենք գիտենք, որ Թրամփը այսօր մի բան ասում լրիվ այլ բան եւ ասում արդեն համաձայնել են, մյուս օր ասում է թե չհամաձայնեք, պիտի հարվածեմ։ Այսինքն այդ հայտարարություններով կարծում եմ չպիտի համաձայնության գալ կամ ընդունել գոնե ճիշտ են այդպես ինչպես ասվում են, որովհետեւ գործնական դաշտում մենք տեսնում ենք, որ նույն Թրամփը արդեն ասում է Իրանի իրավունքն է հրթիռներ ունենալը, նույն Թրամփը ասում է, որ միջուկայինը չպիտի լինի, բայց միջուկային առումով իրենք որոշ հնարավորություններ պիտի ունենան, այդ տեսակ չի, որ ամբողջական է։ Այսինքն տարբեր պահերի, տարբեր առիթների, տարբեր հայտարարություններ անում, որ ամենայն դեպս մտածելու տեղիք է տալիս, որ այդպես չի, որ այսպես ասած նույնական, ինչ որ ասում են նույն ձև պիտի ընդունեն։ Դեռ պարզ չէ, Իրանը համաձայնել է ՄԱԳԱԹԵ-ի տեսուչներին թողնել երկիր։ Դե իր պայմանները նաև հարգելու հաշվին ամենայն դեպս կարծում եմ դա կթողնի, որովհետև վերջին հաշվով եթե Իրանը հայտարարում է, որ իհարկե նախապես էլ գիտեք, որ գալիս էին տեսուչները եւ Իրանը խնդիր չուներ այդ առումով, բանի արդեն միջուկային զենքի պարագային էլ Իրանը ամենայն դեպս միշտ էլ հայտարարել է, որ չի ուզում դրան հասնել կամ չի ցկտում միջուկային զենք ունենալ, բայց եւ նույն ժամանակ պահանջում է, որ հարգվի իր իրավունքները միջազգային պայմանների, միջազգային իրավունքի վրա հիմնված կետերի վրա եւ կարծում եմ դրան էլ ամենայն դեպս հասնելու է ինչ որ չափով եւ հասնելու դեպքում նման բանի կհամաձայնի։ Հայտնի չէ նաեւ հարստացված ուրանը ոչնչացվելու է, թե հանձնվելու է Միացյալ Նահանգներին։ Մի քիչ դժվար թե ուղղակի հանձնվի Միացյալ Նահանգներին, գուցե երրորդ երկրի կամ ինչպես ամերիկացի ժամանակին նաև հենց ինքը Թրամփ հայտարարեց, որ գուցե դա հենց Իրանում թույլանա ավելի կամ վերացվի կամ վերանա, ես չգիտեմ ինչ տարբերակներ, որ ինքը
առաջարկում է, որտեղ իրենք էլ տարբեր բաներ ասում են, Իրան ամենայն դեպս կարծում եմ, որ ամերիկացիքին չի հաննելու բանը։ Մի առանցքային հարց էլ կա այստեղ, դա Հորմուզի նեղուցի կառավարումն է։ Միացյալ Նահանգները եւ Իրանը կապուղի են ստեղծել աշխատանքային։ Ես ենթադրում եմ, դա ինչ որ մի խումբ է, որը պետք է վերահսկի աշխատանքը Հորմուզի, այսինքն Հորմուզի նկատմամբ իրավունքը վերահսկողության անցնում է արդեն երկու պետության, Իրանին եւ Միացյալ Նահանգներին։ Ճիշտ եմ հասկացել, Մոսես։ Վերահսկումը մնալու է Իրանին եւ Օմանին, ոչ Միացյալ Նահանգներին։ Իհարկե խոսում է նրա մասին, որ Իրանը այնտեղ անցնելու համար, այսպես ասած, գումարներ կամ բաներ չի ստանա, այսպես ասած, նավերից անցնելու համար վճարներ չի ստանա, բայց մնացյալ պարագաները արդեն այստեղ անվտանգության հարցն է, քանի որ խոսվում է նաև Իրանին պիտի գումարներ տրամադրվի հենց եւ արաբական երկրների հաշվից եւ ամերիկյան հաշվից, որպեսզի Իրանը կարողանա վերականգնել, վերակառուցել այն ինչ որ պատերազմի ժամանակ վնասվել է, դրանով կարծում եմ հարցին լուծում կտան։ Իսկ մնացյալ պարագային երևի պիտի համաձայնության հասնեն այնպես, որ նեղուցը եթե վտանգվում է միջազգայինորեն արդեն պայմանների համաձայն Իրանը պիտի կարողանա թույլ չտալ ռազմական նավերի ելքումուտքը դարաբերշրջան։ Սա է խնդիրը Իրանի համար, որը Իրանի համար համարվում է վտանգ։ Երևի այս կետը կարող է երկու կողմերը ընդունեն եւ դրան համաձայնության հասնեն։ Լուծվում է նաև Իսրայել-Լիբանան խնդիրը։ Այս համաձայնությունը։ Այդ Իսրայել-Լիբանան խնդիրը Իրանի համար վերջին հաշվով ինչ որ երբ սկզբունքային կետ է եւ Իրանը գիտեք որ հենց վերջերս էլ նորից հետ քաշվեց այդ համաձայնությունների ընթացքից, ասած մինչև չդադարի պատերազմը նորից խոսակցությունները չի շարունակվելու, հետո արդեն ամերիկացիք ճնշեցին իսրայելական կողմին, որոշ չափով թույլատրավ այդ հարձակումները թեև դեռ շարունակվում է, բայց այնուամենայնիվ կարծես թե որոշակիորեն կարողանում են ազդել եւ սաստել Իսրայելին, որպեսզի հնարավորինս քիչ հարվածի, որպեսզի իրանական կողմն էլ ընդունի, որ կարելի է շարունակել խոսակցությունները։ Վերջերս օրեր առաջ Ղալիբաֆը Բաքվում էր, որտեղ հայտարարեց Ադրբեջանը Իրանի բարեկամն է։ Տպավորություն է ստեղծում, որ Իսրայել-Ադրբեջան պատերազմի ժամանակ համագործակցության մասին տեղեկությունները կեղծ էին։ Ոչ այդպես չէ, ես կարծում եմ հարցը պիտի ուրիշ կողմից էլ նայեն, վերջին հաշվով նման հայտարարությունները երկու կողմ ունի, ինչպես դուք մստաբար շատ բաներ տեսնում եք, հենց Հայաստանի պարագային ռուսական ելույթները, որ մենք լսում ենք կամ այլ երկրների, որոնք ոչ բարեկամական կամ բարեկամանական ամենայն դեպս, եթե հարաբերություններ ունեն, մեկ հայտարարություն արվում է, մի ուրիշ եզրակացություն արվում է, անպայման չի այդպես, որ ասում է, ցանկալի է այդպես լինել օրինակի համար, դե բնական է ադրբեջանցիք այս պայմաններում չեն ուզենա իրենց վիճակը վատթարացնեն, արդեն զգացին, որ Իրանը ինչպես այն երկրներին, որոնք հնարավորություն տվեց իրենց տարածքներով Իրան մտնել հարվածեց, նույնիսկ ադրբեջանական կողմին մոտ էլ նաև հայտնվեց ԱԹՍ-ը եւ իրանական կողմը դա հերքեց, բայց այնուամենայնիվ շատերը հենց Իրանում էլ խոսում էին դրա մասին, որ դա զգուշացում էր նախազգուշացում էր ադրբեջանական կողմին, որ կարող է սարքը շատ ավելի խիստ լինել, ավելի կոպիտ պատասխաններ հնչեցնի Իրանը Ադրբեջանին, այնց որ պետք է իր տեղի իմանա եւ նման հայտարարությունները նաեւ կարծես թե վերականգնելու կամ այսպես ասել չափի մեջ հրավիրելու հայտարարություններ են, քան թե միանգամայն բարեկամական, որովհետեւ շատ հարցեր կա, օրինակ Իրանը հույս ուներ, որ դերակատարում կամ այսպես ասած բռնագրավյալ Արցախում շինությունների, շինարարությունների մեջ ինչ-որ չափով բաժին կստանա, բայց ադրբեջանցիք ցույց տվեցին, որ այդքան էլ բարեկամական չեն նայում իրանական կողմին եւ այդ շինարարությունները հանձնվեց Իսրայելին, Իտալիային եւ այլոց։ Ինչը որ այդքան էլ դուրեկան չէր իրանական կողմի համար։ Ամենայն դեպս պիտի չի, այդպես ես կարծում եմ պետք չէ միանգամայն հայտարարությունը ընդունել որպես հենց այդպես ինչպես ընդունել։ Իմիջիայլոց հենց այդ մասին CNN-ը վերջերս հրապարակում արեց, որտեղ հաստատում է Իսրայելի կողմից այդ տարածքների օգտագործում։ Այո, դա շատ պարզ է, իրանական կողմը անգամներ այդ մասին նաև հայտարարել է, պահանջել է
Ադրբեջանին որ սահմաններից հեռու պաշտպան իսրայելական ներկայացություններ կամ դերակատարներ, դե արդեն իրենք շատ լավ գիտակցում տեսնում են, վերջին հաշվով պետք չի որ շատ խոշորացույցներ ունենալ այդ խոշոր բաները տեսնելու համար, փաստորեն դրանք կա երևում է։ Մովսես, հայ-իրանական սահմանը պատերազմի ամբողջ ընթացքում բաց է եղել, գործել է, ճիշտ է։ Ի տարբերություն ադրբեջանական սահմանի։ Այո։ Վերիվորեն բաց է։ Հիմա Իրան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը այո ինչ է փոխում հայ-իրանական հարաբերություններում։ Եթե մենք եզրակացնենք ու հասնենք նրան, որ Իրանն արդեն ամերիկյան համաձայնությունը կնքվել է, այդ դեպքում շատ հարցեր կարող է դրական આવել, վերջին հաշվով նկատի ունենալով նաև հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ընթացքը, ինքնաբերաբար դա կարող է լավ ազդել իրանական ներկայությունը եւ Հայաստանի ճանապարհների առումով եւ հյուսիս-հարավի ավելի աշխուժ կառուցելու տեսակետից եւ հայ-իրանական հարաբերությունները ավելի զարգացնելու առումով շատ կարեւոր են։ Նամանավանդ որ արդեն ինչպես նախորդ հարցում մենք նշեցինք եւ Ադրբեջանի իսրայելական մոդելությունը կա եւ նաեւ Թուրքիան էլ որպես Իրանի համար մրցակից երկիր է ամենայն դեպս համարվում։ Հայաստանը այն երկիրն է, որ Իրանի համար միշտ եղել է բարեկամական եւ միշտ Իրանի կողմն է եղել ամենատարբեր եւ այսպես ասած եւ պատերազմական եւ խաղաղ պայմաններում, այնպես որ կարծում եմ այդ հարաբերությունները ավելի դժվարականան եւ ավելի դրական ազդեցություն ունենան։ Դա վերաբերում է նաև ամերիկյան սանկցիաների հանելուն, եթե այդ սանկցիաները հանվում են, այո, վստահաբար։ Օրինակ իրանական գազի ծավալը դեպի Հայաստան եկող հնարավորություն կլինի մեծացնել։ Այդ հարցը այդքան ես կարծում եմ իհարկե կապված չէ ամերիկյան կողմին, որովհետև ամերիկյան կողմը թեև ուներ սանկցիաներ, բայց Հայաստանի առումով այդ հարցը չէր կողմում, այստեղ ռուսական խնդիրներ եւ ռուսական ճնշումների հետևանքով էր, որ իրանական գազը խողովակը որ 145 սանտիմետր տրամագծով պիտի լիներ վերածվեց 70-ի, եթե ռուսական այդ մոնոպոլի հարցը չլիներ, այդ հարցը շատ ավելի շուտ պիտի լուծված լիներ եւ մենք ավելի շատ գազ ստանայինք իրանական կողմից։ Իհարկե հիմա ավելի այս ընթացքով որ գնում ենք եւ ռուսական մոդեցումներ գուցե հաշվի առնենք, այդ դեպքում գուցե ավելի լավ լինի եւ գազի պարագային էլ ավելի լավ վիճակ ունենանք ընթացքում։ Դե վստահ եմ տեղյակ ես, որ Ռուսաստանը հիմա այս շրջանում հատկապես Հայաստանի ընտրություններից առաջ եւ հիմա էլ դեռ այդ մթնոլորտը պահպանվում է, տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի դեմ եւ բարբերաբար հիշեցնում են գազի մատակարարումը Հայաստանի։ Այո, այդ մասին արդեն խոսում եմ, բայց կարծում եմ, որ ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստան ցույց տվել է, որ պատրաստվում է գնալ, այսպես ասած, նոր բարեկամական հարաբերություններ ունենալ տարբեր երկրների հետ, այսպես ասած, նշվում է նաև Իրանը։ Հարաբերությունները ընդլայնել տարբեր երկրների հետ եւ այստեղ այն բարականը, որ Ռուսաստանը կարծում եմ գնալով քիչ-քիչ բարդավոր կլինի հետ նստել։ Վերջին հաշվով եւ տեսանք մենք Եվրոպայի մոտեցումը Հայաստանի եւ ծաղիկների բարակային եւ մրգերի եւ ընդհանրապես այն ինչ որ արտահանվում էր դեպի Ռուսաստան, որ ռուսները փորձեցին ինչ-որ կերպ դրա համար ստեղծել սահմանափակումներ եւ Եվրոպան կարծես լուծումներ առաջարկեց եւ Հայաստանի համար դրական ազդեցություն ունեցավ։ Այդ դրական ազդեցության process-ը մենք կարող ենք նաեւ տեսնենք հայ-իրանական հարաբերությունների նոր պայմանների մեջ, եթե Իրանը գնա Ամերիկայի հետ հարաբերությունների եւ համաձայնությունների, բնականաբար այստեղ Իրանի հետ հարաբերությունները ավելի վիճակը կլավացնեն Հայաստանի համար նաեւ, այսինքն սահմանափակումները ավելի անձեռնահասելի կլինեն Ռուսաստանի համար, որովհետեւ այդ սահմանափակումները արդեն իսկ այն արդյունքը, որ ցանկանում է Մոսկվան իր համար չի կարող ունենալ։ Իրանի մտահոգությունները թրիպի նկատմամբ պահպանվում են Մովսես։ Ես կարծում եմ դրանք նույն այդ համաձայնությունների շրջանակում կանցնեն, նախապես էլ արդեն այդ մասին հայ-իրանական հարաբերություններում բացատրություններ եւ զրույցներ եղել են
Եվ պարոն Արմեն Գրիգորյանի այցը Հայաստան ժամանակին, որ եղավ այդ հարցին լուծում տվեց, իրանական կողմը ավելի շուտ մտահոգ էր ամերիկյան ներկայության հետ, որ կարծում եմ այս նոր ընթացքում եւ նոր պայմաններում դրանք կարող են քիչ-քիչ արդեն իրենց գույնը կորցնել, ինչպես ասում են, եւ նոր պայմաններում արդեն ավելի կլավանան եւ կանցնեն։ Տրիպը գուցե եւ կարող է դրական ազդեցություն ունենալ։ Վերջին հաշվով, եթե իրանական կողմը աշխուժացնի իր գիծը, այսինքն սանկցիաները եթե փակվեն ու անցնեն եւ Իրանը կարողանա հարավից դեպի հյուսիս ճանապարհ բացել եւ այդ ճանապարհներից մեկն էլ Հայաստանով անցնի, արդեն Իրանի համար ընդհանրապես կարևորություն չի ունենա տրիպի ներկայությունը։ Որպես մտահոգություն նկատի։ Շատ լավ։ Եվ վերջինը ու ավարտենք Մովսես, Իրանի արտգործնախարարությունը այսօր քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին պատերազմի ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար։ Իսկ Վաշինգտոնը անընդհատ դժգոհում էր ՆԱՏՕ-ից, որ այդ օգնությունը չի ստանում։ Հետարքիր է, որ երկրներն են համարձակվել օգնել Վաշինգտոնին։ Եթե հենց այսօրվա եւ երեկվա լուրերին հետ խոսվեց դրա մասին, որ Իտալիան որոշ չափով դերակատար է եղել եւ թույլ է տվել իր տարածքից օգտվեն եւ դա նկատի ուներ իրանական կողմը եւ նաեւ անգլիացիք, որ որոշ չափով թույլատվեցին այդ առումով, այն երկրները համենայն դեպս, որոնց տարածքը թե օդային թե նամանավան ցամաքային որպես կենտրոն ռազմաբազա թույլատրվել է այնտեղից հարձակում իրականանա Իրանին մտահոգությունը եւ քննադատությունը դրանց էր վերաբերում եւ արտահայտվեց այդ մասը։ Եվ հիմնականում հենց Իտալիան դարձել։ Շնորհակալություն, որ միացար մեզ, Մովսես։